Ողջունում եմ ակադեմիական քաղաք Հայաստան գիտելիք միջազգային համաժողովի միջոցառման բոլոր մասնակիցներին։ Համաժողովի վերնագիրն արդեն հուշում է, որ նախատեսվող քննարկումների հիմնական նպատակն է ուսումնասիրել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ի հայտ եկող գլոբալ մարտահրավերները և նորարարական զարգացումները, ինչպես նաև ներկայացնել Հայաստանի ռազմավարական տեսնականը միջազգային կրթության և հետազոտությունների դաշտում իր դերի առաջնորդման ուղղությամբ։ Վստահ եմ, որ այսօր և վաղը քննարկումներում դուք մանրամասն կներկայացնեք ձեր մոտեցումներ, ինչպես նաև ակադեմիական քաղաքի հետ կապված առաջարկություններ։ Ես որոշեցի այսօր ավելի շատ անդրադառնալ այս տարվա տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիրներին։ 2025 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակը շնորհվել է 3 տնտեսագետների, որոնց աշխատանքը մարմնավորվում է Ջոզեֆ Շումպետերի կողմից դեռևս 20-րդ դարի 40-ականներին առաջին անգամ առաջ քաշված ստեղծագործական ոչնչացման գաղափարը։ Ջոել Մոկիրը, Ֆիլիպ Ագիոնը և Պիտեր Հովիտը զարգացրել են պատկերացումներ այն մասին, թե ինչպես է տեխնոլոգիական առաջընթացը նպաստում մարդկության զարգացմանը, մարդկանց կյանքի որակի բարելավմանը։ Ինչպես նկարագրել է Շումպետերը, յուրաքանչյուր տեխնոլոգիական առաջընթաց ունի երկու դեմք։ Այն ոչնչացում է հիմ մեթոդները, հնացած դարձնելով և ստեղծում է, շուկան ողողելով նոր ապրանքներով և մարդկային կարիքները բավարարելով ավելի արդյունավետ եղանակներով։ Նոբելյան կոմիտեի ստեղծագործական ոչնչացման վրա կենտրոնացումը հատկապես արդիական է այսօր, արհեստական բանականության վերաբերյալ վախերի գերիշխող դարաշրջանում։ Հանրային քննարկումները հաճախ կենտրոնանում են արհեստական բանականության կործանարար կողմի վրա, աշխատատեղերի, որոնք այն կարող են դուրս մղել, կամ արդյունաբերությունների, որոնք այն կարող է անճանաչելիորեն վերափոխել։ Շատ ավելի քիչ ուշադրություն է դարձում դրա ստեղծագործական կողմին, ի հայտ եկող նոր ապրանքներին և ծառայություններին, արդյունավետությանը, որը որոշակի խնդիրներ առաջին անգամ տնտեսապես կենսունակ կդարձնի, և հնարավորություններին, որոնք առաջանում են, երբ ռեսուրսները ազատվում են հին, պակաս արդյունավետ օգտագործումից։ Համոզված եմ, որ քննարկումների ժամանակ անպատճառ ակադեմիական քաղաքը կգտնվի շատերի ուշադրության կենտրոնում։ Այդ հանգամանքը հաշվի առնելով ներկայացնեմ արդեն Նոբելյանի մրցանակի դափնեկիր տնտեսագիտության պատմաբան Ջոել Մոկիրի մի քանի մտքեր։ Տնտեսական փոփոխությունը ավելի քան շատ տնտեսագետներ կարծում են կախված նրանից, թե ինչի են մարդիկ հավատում։ Նորից եմ կրկնում, թե ինչի են մարդիկ հավատում։ Համոզմունքներն ու դիսկուրսը նյութական փոփոխության հետ միասին կազմում են ժամանակակից աճի հանելուկի բացակայող կտորներ։ Մոկիրի համար նորարարը մի տեսակ ապստամբ է, մեկը, ով չի ցանկանում ընդունել աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա, փոխարենը վճռականորեն տրամադրված է այն վերաձևավորելու։ Բարգավաճ տնտեսությունները նորարարությանը որպես վառելիք են ապավինում, սակայն նորարարությունն ինքնին կախված է ինստիտուցիոնալ միջավայրից, որը ողջունում է այս ստեղծագործական ապստամբությունը։ Առանց փորձարկումների և այլախոհության բացության, նույնիսկ ամենատաղանդավոր մտքերը չեն ունենա տարածք նոր գաղափարները առաջընթացի վերածելու համար։ Մինչդեռ Ագիոնն ու Հովիտը առաջամարտիկներ էին այն բանի համար, ինչը մակրոտնտեսագետներն անվանում են էնդոգեն աճի տեսություն։ Ի տարբերություն նախկին մոդելների, որոնք աճը դիտարկում են որպես տնտեսությունից դուրս ուժերի կողմից պայմանավորված, ինչպիսիք են պարզապես կապիտալի կուտակումը կամ արտահանման տեխնոլոգիական ցնցումները, նրանք ուսումնասիրեցին, թե ինչպես է նորարարությունը առաջանում հենց համակարգի ներսում։ Նրանց համար տեխնոլոգիական հնարավորությունը գույն են դրված յուրաքանչյուր հասարակության ինստիտուցիոնալ շրջանակներում, ինչպես ձվի մեջ զարգացող ճուտը։ Տնտեսությունները զարգանում կամ լճանում են, կախված նրանից, թե որքան լավ են խրախուսում կամ ճնշում ստեղծագործական ոչնչացումը։ Այս տարվա դափնեկիրների կարծիքով կայուն աճը պարզապես ներդրումների կամ հետազոտական ծախսերի հարց չէ։ Այն պահանջում է տեխնոլոգիական փոփոխությունների նկատմամբ բացություն և դրանց բերված անկայունությունը ընդունելու պատրաստակամություն։ Չափից շատ կարգավորումը և հովանավորչական քաղաքականությունը կարող է խեղդել ձեռնարկատիրական փորձարկումները, կասեցնել ներդրումները և ի վերջո խեղդել ստեղծագործականությունը։ Մրցակցությունից իրենց պաշտպաններ ձգտող շահագրգիռ խմբերի ազդեցության սահմանափակումը նույնքան կարևոր է։ Երբ հաստատված ընկերությունները թելադրում են քաղաքական օրակարգը, նրանք դա հաճախ անում են նորարարների հաշվին, ովքեր մի օր կարող են փոխարինել նրանց։
Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, այս տարվա Նոբելյան մրցանակը հազվագյուտ եւ արժանի նոտա է ուղղված եւ նշանավորելով նրանց, ովքեր խորացրել են մեր ըմբռնումը նորարարության, ինստիտուտների եւ ստեղծագործական ոչնչացման դինամիկայի վերաբերյալ։ Կոմիտեն հիշեցրել է աշխարհին, որ տնտեսական առաջընթացը կախված է ոչ թե փոփոխությունից խուսափելուց, այլ այն օգտագործելուց։ Եվ այս փիլիսոփայությունն է, որ պետք է առաջնորդի մեզ առաջիկայում, առավել ևս կրթության բնագավառում ռազմավարական խնդիրներ լուծելու մարտահրավերներին դիմակայելու համար։ Կրթությունը, գիտելիքը, ստեղծագործական ոչնչացումը, նոր տեխնոլոգիաներն այն շարժիչ ուժն են, որ կապահովեն Հայաստանի Հանրապետության զարգացման, քաղաքացիների համընդհանուր բարեկեցության եւ տնտեսության աճի, պետության անվտանգության մակարդակի բարձրացման հարատևությունը։ Մաղթում եմ արդյունավետ աշխատանք։ Շնորհակալություն։ Thank you.